Տաղավարում է միացել Աղասիթ Հավադյանը, նա տնտեսագետ է, տվյալ կոմի ղեկավարը, պարոն Հավադյան, բարի գալուստ Alpha News։ Շնորհակալություն։ Եվ առաջին ուզում եմ ձեզ հավանաբար ամենապարզ հարցը տալ, Հայաստանն է պետք ԵԱՏՄ-ին, թե ԵԱՏՄ-ն է պետք Հայաստանին։ Նշեմ, որ ստեղծված իրավիճակը առաջին հերթին ձեռք չի տալիս մեր կառավարությանը, որովհետև 2018 թվականից այս կողմ առաջին հերթին մեր արտահանում վարակել է դեպի ԵԱՏՄ։ Եթե վերցնենք 18 թվականի տվյալները եւ այս պահին, ապա Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է գրեթե 5 անգամ, իսկ դեպի Եվրոմիություն անկում է ապրել 1%-ով, այսինքն ստագնացիայի վիճակում է։ Եվ այս պահին գյուղատնտեսական ապրանքների մեծամասնությունը, որոնք արգելքի տակ են, 90% եւ ավելը գնում է Եվրոմիության շուկա։ Այսինքն մենք ունենք ապրանք, բարիք առանց հասցեատիրոջ այս պահին, որովհետեւ դժվար է այս պահին այդ ապրանքի համար փոխարինող գտնել, որտեղ այն արդեն իսկ չի համապատասխանում եվրասիական ստանդարտներին, եթե նույնիսկ համապատասխաներ երկար ժամանակ պետք էր մինչև հասնի Եվրոմիության շուկա 10 օր մինչև այդ մինիմում 10 օր մինչև կփչանար այն, այսինքն ստեղ բավականին մեծ խնդիրներ կան եւ ի սկզբանե այդ ապրանքները ստեղծված են Եվրասիական տնտեսական միության համար։ Օրինակի համար կտրած ծաղիկները ինչու են Հայաստանի Հանրապետությունում այսքան մեծ շուկա ստեղծվել եւ գրեթե 93-94%-ը գնում են Եվրասիական տնտեսական միություն կամ Ռուսաստանի Դաշնություն, որովհետև սոխուկներ արգելված են մուտքը դեպի սոխուկների եւ ծաղիկների մուտքը դեպի Եվրոպայից դեպի Ռուսաստան արգելված են, վերում են Հայաստանի Հանրապետություն, աճեցնում են եւ տարնում են Ռուսաստանի Դաշնություն։ Այլ պարագայում այս բիզնեսը իմաստ չունի։ Ձուկն էլ է բավականին ծանր վիճակում այս պահին հայտնվում։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան նույն որակի ձուկ է արտադրում ինչ-որ մեկ, սակայն նրանք սուբսիդավորում են եւ ավելի մոտ են եվրոպական շուկային եւ որպես այդպեսին լավ դիրք ունեն այնտեղ, այսինքն մենք այս տեսանկյունից այնտեղ մրցակցություն ունենք բավականին մեծ։ Այս տեսանկյունից իհարկե առաջին հերթին կապերը մեր Հայաստանի Հանրապետության, մեր կառավարության օրոք մեծացել են Ռուսաստանի Դաշնության հետ եւ այս պահին մեզ ավելի ցավոտ կլինի հրաժարվել Ռուսաստանի Դաշնության շուկայից, քան 2018 թվականին էր։ Իսկ տեսեք, եթե դու ինչ-որ գործողություն ես անում, որի պատասխանը հնարավոր է, դուք նկատել եք օրինակ, որ մեր պետությունը այս մի քանի տարվա ընթացքում նախապատրաստվել է հնարավոր այսպիսի բանի, որովհետև տեսեք, պարոն Թավադյան, եթե դու հայտարարում ես եվրոպական կուրսի մասին, հա, դու նաև պետք է հասկանաս, որ պատասխան է լինելու։ Ինձ թվում է, այդքան մարդ նաև պետք է չլինի, չէ՞, որ ասի մենք կգնանք Եվրոպա, իրենք էլ այդ ամեն ինչը կհանդուրժեն։ Որևէ ինչ որ դուք ասեցիք, բոլորն են զարմանում, որ 5 անգամ ավել աճել է էքսպորտը, այսինքն մեր պետությունը ինչի վրա է հույսը դրել, երբ որ հիմա այս Եվրասիական միությանն այդ ինչ որ խնդիրներ կարող է ունենալ։ Կա ունենք մենք այդ անվտանգության բարձիկը, տնտեսական անվտանգության բարձիկը, թե ոչ, եւ եթե այս իրավիճակը շարունակվի, հա, թեկուզ զուտ սահմանափակումները մնա, ինչպիսի կորուստ կունենա մեր գյուղատնտեսությունը առնվազն։ Ուրեմն 3 հարց է այստեղ, առաջին հերթին ընդհանուր քաղաքական դիրքը, երկրորդը անվտանգությունը եւ երրորդը կորուստները։ Ինչ վերաբերում է քաղաքական դիրքին, ասեմ, ես քաղաքագետ չեմ, սակայն մեր կառավարության կողմից տարբեր քաղաքական հայտարարություններ են հնչել, օրինակի համար հնչել է նաեւ, որ Հայաստանը իրեն շատ լավ է զգում եվրասիական տնտեսական շուկայում եւ չի պատրաստվում հրաժարվել այդ շուկայից, հնչել է նաեւ հայտարարություն, որ մենք ոչ թե աշխատում ենք կամ ԵԱՏՄ կամ ԵՄ, այլ եւ ուղղությամբ, այսինքն երկու ուղղությունից ենք փորձում ենք հնարավորինս շատ արդյունքներ քաղել, սակայն այն ամեն ինչ որ կատարվեց հիմնականում պայմանավորված է նախընտրական եւ հնդընտրական կիրքերով։ Ինչ վերաբերում է անվտանգության բարձիկին, ապա այժմ անվտանգության բարձիկը ավելի է փոքրացել, ասեմ ինչու, որովհետեւ 2026 թվականի առաջին երամսյակում ունենք ընդամենը 4% տնտեսական աճ, որը առաջին հայացքից բարձր է թվում, սակայն եթե համեմատենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, կամաց 2023 թվականի 12% մոտավորապես ցուցանիշից առաջին
երամսյակում կամաց իջել ենք եւ հիմնական իջեցումը տեղի ունեցել բանկային համակարգում, որ եթե համեմատենք 25 թվականի առաջին երամսյակում աճ էր արձանագրում 27%, այս տարվա առաջին երամսյակում անկում է ապրել -33%-ով։ Իսկ դա պայմանավորված է նրանով, որ պետք է ստակ հասկանալ, որ մեր տնտեսական աճը, որ մենք ունեցել ենք տարիներում, հիմնականում պայմանավորված է եղել դրսից եկող կապիտալով, հիմնականում ռուսաստան ազդակով։ Մեկ 2012 թվականի հնայի աճը 12.6% թերևս վերջերս ամենաբարձր տնտեսական աճը։ Կեսը պայմանավորված է եղել ՏՏ ոլորտով եւ ֆինանսական կամ բանկային ոլորտով, որոնք անմիջապես աճել են Ռուսաստանից եկած ՏՏ ոլորտի աշխատուժով եւ կապիտալով։ Մեր կառավարության ղեկավարն նշեց, որ կային 4 հիմնական ազատություն, որոնք պիտի գործեն կապիտալի աշխատուժ, ինչպես նաև ապրանքների եւ ծառայությունների ազատությունը նրանց մեջ են։ Հիմա ունենք այն վիճակը, որ բանկային համակարգը, որը մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն է, որտեղ փողը գալիս է դրսից, կապիտալը մտնում է բանկային համակարգ, բանկային համակարգից գնում է շինարարություն, անշարժ գույք, այլ ծառայություններ եւ հիմնական տնտեսական աճն է ապահովում։ Դա այս պահին մինուսի տակ է եւ կարելի է ենթադրել, որ դա փոխանցվելու է այլ տնտեսական ճյուղերին եւ որպես այդպես մեր տնտեսական բարձիկը շոկերը կլանելու փոքրացել է։ Իսկ ձեզ կենտրոնական բանկը ինչ որ ռեզերվներից սկսել է ֆինանսավորել տնտեսությունը այդ զապասը, որ կա մի քանի միլիարդ $500 ոսկի եւ այլն, այսինքն այդտեղից ինչ որ բան պակասել է, թե որ դա մեկը կներեք, մեկ էլ երկրորդ հարցը, ես այսօր նկատեցի, որ արտաքին առողջարարությունն է իջել 10%-ով, եթե ես չեմ սխալվում, եւ դա մենք կարծեմ ապրիլ ամսվա համար էր։ Այսինքն հիմա ես գյուղատնտեսության հարցը, որ ավելանա, սա ավելի շատ անկում է ցույց տալու եւ մոտավորապես հնայի քանի տոկոսն է սպառնում։ Ուրեմն նշեմ նաև, որ առաջին հերթին նշեմ, որ մենք ոսկու պաշարներ չունենք, մեր կենտրոնական բանկը 13 թվականին, եթե չեմ սխալվում, վաճառել է դրանք, եւ կենտրոնական բանկը կարգավորում է իհարկե։ Դա ասում են զոլոտը վալյուտների ռեզերվ էլի, հա։ Կարգավորում է շուկան, բայց հիմնական շարժիչ ուժը բանկային համակարգն է։ Հիմա ինչ վերաբերվում է տնտեսական անկմանը, մեր կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ 2% ընդհանուր մեր այն ապրանքները, որոնք սանկցիաների տակ են գտնվում, տարեկան 2%-ն են ընդհանուր հնայի, սակայն սա իրականություն է, որովհետև եթե բաժանենք հնայի վրա 2%-ն է գալիս, սակայն սա իրական պատկերը չի տալիս, որովհետև ստեղ ավելի խորքային արձագանքներ եւ ալցանցիալ էֆեկտներ կարող են լինել, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն եւ մենք պիտի հաշվետու լինենք դրանց համար։ Օրինակի համար այն, որ ես նշեցի, որ հիմնական աճի դրայվերը եկել է Ռուսաստանի Դաշնությունից եւ եթե նայենք, ասենք, մեր տարածաշրջանի պետությունները, որոնք մասնակցել են սանկցիաներին եւ չեն մասնակցել սանկցիաներին, այն պետությունները, որոնք մասնակցել են սանկցիան Ռուսաստանի հանդեպ, գրեթե այլ չեն արձանագրել, այսինքն մերձբարձրային երկրները, իսկ այն նրանք, ովքեր համագործակցել են սերտորեն Ռուսաստանի հետ, նաեւ խոսքը գնում է Վրաստանի հետ, միջինում 7-8-ը Վրաստանը միջինը 9% տնտեսական աճ է ունեցել վերջին տարիներին, սա մեզ էլ է վերաբերվում։ Հետո հաջորդիվ պետք է հասկանալ, որ ոլորտներ կան, որոնք եթե այս բանի շոկ ապրեն, ձկնաբուծությունը, ինչպես նաև ապրանքները, սա այս տարի չի մեր, որ երևա, հետո որտեվ գյուղատնտեսությունը այս տարի եկամուտ է սպասում, որ հետո շարունակվի, եթե այս պահին զրկվի եկամուտից, ապա հետագայում ոչ ֆինանսական միջոցներ պիտի ունենա հաջորդ սեզոններին, ոչ մոտիվացիա իր գործունեությունը շարունակել։ Սա նաև պետք է հաշվել։ Նաև ասացի, որ անվտանգության բարձիկը տնտեսական փոքրացել է զուտային հանգամանքով, որ բանկային համակարգը փոքրացել է։ Սես ամեն ինչը պիտի հասկանալ կլանել, սակայն ես քանի որ նշեցի, որ մեր հիմնականում աճը վերջին տարիներին սերտ աճելը ապահովվել է Ռուսաստանի Դաշնության ԵԱՏՄ-ի հետ մեր կառավարության ներքո, ոչ թե ԵՄ շուկայի հետ, կառավարության Փաշինյանն էլ նույնը հայտարարեց, որ այս պահին գնում են համագործակցության որոշակի քայլեր այս ամեն ինչը հարթելուն նկատմամբ։ Տեսնենք, իհարկե, ասենք, մի հատ հարց կներեք, որ ընդհատում ենք, ինչ դինամիկ բանանենք, ես ենթադրեք սովորական մարդ եմ, որ տնտեսությունից ոչ բան չի հասկանում, դուք ասում եք երկու անգամ հնան ընկնելու է, դա շատ է, այսինքն երկու անգամ չէ, 2%, դա կենտրոնական բանկի հայտարարությունն է եւ ընդհանուր հնան, դա ինչ թիվ է։ Տեսեք,
բանը պետք է հասկանանք, որ այստեղ ածանցալների տարբերություն կա, այսինքն տնտեսությունը այնպես չէ, որ սովորական է անդրադառնում։ Այդ 2%-ը մենակ հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքները, որոնք մենք արտահանում ենք դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Այսինքն, եթե դա չլինի, մենք զնկվելու ենք ամբողջ մեր հնայի եկամուտի 2%-ից։ Սակայն այստեղ կա հավելյալ ածանցյալ էֆեկտներ, որոնք չեն հաշվի առնում։ Օրինակի համար, եթե մենք լիարժեք հրաժարվենք ԵԱՏՄ-ից, քանի որ այս պահին ԵԱՏՄ-ից ավելի սերտաճած ենք, տնտեսական վնասը եւ ցավ ավելի վատ կլինի, քան 2018 թվականին, որտեղ կապիտալը, որը մեր տնտեսական աճի հիմնական շարժիչն էր գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, տուրիստները գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, որոնք ավելի մեծ հնայի մած են, մասնաբաժին են, քան ապրանք, քան պտուղների արտահանումը, տրանսֆերները նույնպես, ՏՏ ոլորտը, որը նույնպես կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն ստեղ ածանցյալ էֆեկտները ավելի մեծ են։ Իհարկե, այսինքն զուտ պտուղների հատվածով իհարկե մեծ քանակությամբ պտուղ ունենք սեղանին, որ այս պահին փչանում է հասցեատեր չունի, որպեսզի գնա այդպետություն, որտեղ պտուղների բանջարեղենի 90-95%-ը, լոլիկների 100%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն եւ այս պահին սեղանին փչանում է։ Եվ գորընթացում այսօր նախարարներից մեկը չեմ հիշում, ով ասեց, որ մենք մեր լոլիկը կվաճառենք Թուրքիայում, այնտեղ հաջողություն կունենա, դա ինչքանով։ Դա տեսեք, Թուրքիան սուբսիդավորում է իր արտադրությունը մեծ քանակությամբ եւ նույնիսկ Ուկրաինան որոշակի արգելքներ դրեց, որպեսզի թուրքական լոլիկը չգա Ուկրաինա, որովհետև կարող էր տնտեսական վնասներ տալ։ Նույնիսկ այս պահին, տեսեք, եթե համեմատենք 18 թվականի հետ, որ մտնենք դեպի խանութ, գրեթե բոլորը հայկական լոլիկ էր, այս պահին կեսը գալիս է Թուրքիայից։ Նույնիսկ պետք է հասկանալ, որ ոչ թե ուղիղ ճանապարհով է գալիս սահմանը բաշխի, այլ գնում է դեպի Վրաստան, երկու սահման է գալիս Հայաստանի Հանրապետություն, տրամաբանության տրանսպորտային ծախսերը բավականին մեջ է, մինչև գալիս է Հայաստանի թեթևակի թարմելու, ավելի մրցունակ է մեր լոլիկից։ Այս տրամաբանությամբ Թուրքիա վաճառելը չգիտեմ ինչքան է տնտեսապես արդյունավետ։ Սա ուղղակի տգիտություն է, թե ուղղակի ուզում են մեղմեն ժողովրդի հնարավոր, այսպես ասենք, դժգոհությունը։ Որտեւ ես օրինակ գիտեմ, որ ժամանակին որ հետաքրքրում ենք այդ թեմայով, Թուրքիայում 3-4 անգամ լոլիկի բերքը ավակել լինում տարվա մեջ։ Այսինքն ինքը այդ բերքը հավաքի 5%-ով կարող է ընդհանրապես ոչնչացնել Հայաստանի լոլիկի արտադրությունը, եթե դեմպինգ անի։ Կա այդպիսի վտանգ, հատկապես որ վերջին հատկապես ասում են սահման են բացում, դա ինչով է։ Հատկապես որ վերջին տարիներին հիմնական աճը տեղի ունեցել Երևանում, պետք է հասկանալ, որ կումուլյատիվ 18 թվականից մենք ունենք 50% տնտեսական աճ, որը հիմնականում տեղի ունեցել ՏՏ ոլորտում եւ բանկային ոլորտում, որոնք աճել են 3 եւ ավել անգամ։ Գյուղատնտեսությունը կրճատվել է 18 թվականից այսքան 13%, միակ ոլորտն է, որ կոտրացել է։ Եվ այսքան մեծ գյուղատնտեսություն ասում ինչա, պետք է նա թանկ աճացում են, թանկ ծախում են ժողովրդի վրա, տեսեք, հիմա չնի գյուղատնտեսություն, ժողովրդի բան Թուրքիայից կբերենք էժան կառնենք։ Ինչով է սպառնում մեզ անվտանգությանը Հայաստանի արդեն ընդհանուր գյուղատնտեսության վերացումը։ Տեսեք, այստեղ երկու ուղղությամբ այս հարցը կտանեմ, առաջինը, եթե զուտ տնտեսապես նայենք, այսինքն դասական տնտեսագիտության տեսանկյունից, ապա բաց սահմանները ցանկացած պետությանը լավ են եւ եթե սահմանները բաց են, կունենանք տնտեսական աճ։ Սակայն այդ տնտեսական աճը կունենանք Երևանում եւ Երևանի կենտրոնում, որտեղ էժան լոլիկը կգա, էժան կսպառվի, սպառողին շատ լավ կլինի եւ ինչպես նաեւ ռեստորանները էժան ձևով կգանացնեն սպառումն մեծանում։ Սակայն վերջին տնտեսական աճ, ինչպես ասացի, հիմնականում եղել է Երևանում, Երևանի կենտրոնում, որտեղ դրա մասին եմ վկայում, որ հիմնականում ֆինանսական եւ ՏՏ ոլորտներում է աճը արձանագրվել 3 եւ ավել անգամ։ Գյուղատնտեսությունում 13% անկում ունենք, արդեն իսկ կումուլյատիվ 18 թվականից վեր եւ արդեն հասունացել է այս մեծ հարվածը գյուղատնտեսության վրա արգելքի տեսանկյունից։ Այլ ցուցանիշ եմ, եթե աշխատավարձի ընդհանուր ֆոնդի մասին ենք խոսում, 80% աշխատավարձի ֆոնդի ձևավորվում է Երևանում, այսինքն ծայրահեղացումը Երևանի եւ մարզերի միջեւ մեծանում է եւ այս տեսանկյունից պետք է հասկանալ, որ տնտեսական անվտանգության տեսանկյունից գյուղացին մեծ դեր է խաղում, որտեղ գյուղացին է այն հետնակարը, որը
մատակարարում է կամ կարող է մատակարարել զինվորին։ Եվ այս տեսանկյունից իհարկե հնարավոր է, որ ասենք Թուրքիան որոշի մեծ քանակությամբ լոլիկ կամ ծիրան ներմուծել Հայաստանի Հանրապետության էժանով, դեմպինգով, որը կբերի տնտեսական աճին, բայց կվնասի գյուղացուն։ Եվ դրանց որակն էլ դեռ կասկածելի կլինի։ Դե տեսեք, այստեղ մենք իհարկե կարանք միջոցառումներ անենք, եթե Թուրքիայի սահմանի բացման մասին ենք խոսում, որոնք կլինեն ոչ մաքսատուրքային միջոցառումներ, այսինքն պիտի անպարտադիր ապրանքի ցամքումը նշվի, որ այդ ապրանքը թուրքական է, հայկական է, վրացական է, պարտադիր ֆիտոսանիտարական կոնտրոլը, ինչպես Ռուսաստանն է անում, որակի վերահսկողությունը, այլ պայմաններ կան, որոնց պայմաններում, այսպես ասած, կարող ենք օգտվել սահմանների բացել հնարավորություն, դա պետք է հասկանանք, մենք խնդիրներ ունենք սահմանների հետ եւ ասենք սահմանների բացումը մեզ ավելի հեշտ թույլ կտա շնչել եւ այսպիսի դժվարություններ չենք ունենա, սակայն պետք է ասենք լավից օգտվենք բացասականը մեղմելով։ Եթե գազը Հայաստանի համար թանկանում է 4 անգամ, լավ 2 անգամ, լավ 3 անգամ, ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ։ Տեսեք, սա հիպոթետիկ սցենար է, այսինքն այս սցենարն է, որը մեզ ակնարկել է 30% Ռուսաստանը հանում է իր պոշտինաները, ինքը բան ունի, չէ՞, 30%-ով։ Ես չեմ կարծում, որ պետք է հասկանալ, որ մեր կառավարությունը այս բան գաղտնիքների մեջ է, որպեսզի հարթ իրավիճակը, չեմ կարծում, որ այդպեսի դա հիպոթետիկ սցենար է, բայց պետք է հասկանալ, որ մեր այստեղ ոչ միայն էներգակիրները գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, ուղղակի կգրում է ոչ միայն էներգակիրների մասին, օրինակի համար նաև պարարտանյութերի մասին, որոնք նույնպես գալիս են Ռուսաստանի Դաշնությունից եւ թույլ են տալիս մեր գյուղատնտեսությանը զարգանալ։ Այսինքն պարարտանյութերի արգելքը, դիզելի արգելքը առաջին հերթին էլ ավելի կխփի գյուղատնտեսությանը։ Հատկապես որ այս պահին աշխարհում ճգնաժամ էներգետիկ։ Առաջարկում եմ միանանք Լոս Անջելես, Արթուրին Սահակյան, Արթուրը հուշում է, որ հարց ունի։ Շնորհակալություն Անի։ Ինձ հետաքրքիր է ով է, արդյոք կա հետազոտություն, թե ով է հայկական արտադրանքի հիմնական սպառողը, գնորդը, դա լինի գյուղատնտեսական ապրանք, թե ասենք ալկոհոլային խմիչքներ, որոնք արտահանվում են Ռուսաստան։ Օրինակ ինձ հետաքրքիր է սովորական ռուսը, ասենք կամ մեկ այլ ազգի բնակիչ, նրանք սպառում են հայկական ապրանքներ, թե ոչ։ Իմ տպավորությամբ դատելով հենց Լոս Անջելես, այստեղ էլ է, չէ՞, բերվում Լոս Անջելես են բերում տարբեր հայկական արտադրանքներ, հատկապես խմիչքներ, եւ ես կասեի, որ 99.99% այդ արտադրանքներից սպառվում է հենց հայերի կողմից։ Այսինքն մոտավորապես կարող ենք պատկերացնել, թե որ երկրում որքան ուրեմն արտադրանքի սպառման պոտենցիալ կա, եթե օրինակ Ռուսաստանում ապրում է 3 միլիոն, այստեղ ապրում է ասենք 1.5 միլիոն, մոտավորապես կարող ենք հասկանալ, եթե ամբողջ բոլոր խոչընդոտները հաղթահարվեն եւ շուկաները բացվեն հայկական ապրանքների համար, դա է ամենամեծ պոտենցիալը։ Միգուցե շատ չնչին տոկոս է կազմում օտարների կողմից հայկական ապրանքների սպառումը։ Նույնը կարող ենք տարածել նաև Եվրոպայի վրա։ Եթե նույնիսկ այդ բոլոր խոչընդոտները, որտեղ կան եվրոպական շուկա մտնելու համար հաղթահարվեն, այսպես բացեն բոլոր դռները, ասեն բերեք ձեր լոլիկը, ձեր ծիրանը, ձեր խմիչքները եւ այլն, պոտենցիալը այն է, ինչ որ կա, ասենք եթե չեմ սխալվում, 5 միլիոն կամ միգուցե մի քիչ ավելի շատ հայ բնակչություն կա։ Այդպիսի հետազոտություն կա թե ոչ եւ ուզում եի ձեր կարծիքը իմանալ եւ իմ տպավորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, կառավարության գլխավոր նպատակն այն է ոչնչացնել հայկական գյուղատնտեսությունը, Հայաստանը սարքել զուտ սպառող երկիր, վերջերս ի դեպ նա համեմատել էր որ երկրի հետ, ասելով, որ մենք կարող ենք լինել փոքրիկ, բայց ուրեմն սպառող երկիր սարքել եւ պահպանել այնքան գյուղատնտեսություն, որ գները լինեն ցածր, իդեպ Հայաստանում շատերը ուրախացել են, որ ծիրանը էժանացել է եւ այլն, նո շատերը չասեն, բայց կան այդպիսի մարդիկ։ Արդյոք հատուկ քաղաքականություն է վարվում, փչացնելով Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, ոչնչացնել հայկական գյուղատնտեսությունը, ճիշտ այնպես ինչպես ասում են, մեզ բանակ պետք չի, այնպես էլ գյուղատնտեսություն պետք չի, մենք դառնում ենք Սինգապուր։ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի հետ էր համեմատել Հայաստանը։ Այդպիսի քաղաքական ենթատեքստ տեսնում եք թե ոչ։
Պատասխանեմ հարցերին, առաջին հերթին այդպիսի վերլուծություններ առկա են իմ կողմից տվյալ Get.com հարթակում վերլուծություններ բաժանում բավականին մեծ քանակությամբ ծավալուն վերլուծություններ են առել, որոնք հեշտ ընթերնելի են եւ հեշտ հասկանալի են բավական հետաքրքիր գծապատկերներով, թե Հայաստան 3 լեզվով ընդհանրում 3 լեզվով տպագրվում են զուգահեռաբար հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, շատ ագրակայք է հետաքրքիր ռեսուրսներով, այսինքն տվյալներ կան, որոնք ամեն գիշեր թարմացվում են, ամեն 15 րոպեն մեկ ավտոմատ կերպով թարմացվում են եւ անունել է խոսում դրա մասին, որ կայքը տվյալների մասին եւ այսօր նույնպես վերլուծություն հրատարակեցի, որը կոչվում է Բերք առանց հասցեատիրոջ 3 լեզվով, կարող եք կարդալ, որտեղ հստակ տվյալներով, գծապատկերներով այս ամեն ինչը բերվում է։ Ինչ վերաբերվում է Հայաստանի իր տնտեսությունների հետ համեմատման, թյուր է համեմատել այն Սինգապուրի հետ, որտեղ Սինգապուրը առաջին հերթին համաշխարհային պորտ է, նավահանգիստը, որտեղ բոլոր պետությունները կարող ստիպված են իրենց ապրանքները բերել եւ թողել, ավելի եւ այլ բաներ կան, պետք է համեմատել օրինակ համար Շվեյցարիայի, պիտի մենք ձգտենք Շվեյցարիա դառնալ, որ նույնպես փակ պետություն է, փակ պետությունն է դեպի ծովչունը երկչունեցող, մենք կարող ենք ցածր արժեք, բարձր արժեք ցածր կշիռ ունեցող քանապրանքներ գյուղատնտեսական արտադրել եւ աշխարհին տալ, սակայն սա ունի երկու բաղադրիչ, առաջինը խաղաղությունն է, երկրորդը բանակը, որը Շվեյցարիայում հայտնի է։ Երկու տարի առաջ ձեր հայրիկն էր այստեղ ստուդիայում եւ մենք գիտեք խոսում ենք շատ հետաքրքիր բան ասեց, որ շինարարությունը, որը կատարում է Հայաստանում, մուլտիպլիկատիվ էֆեկտ չունի։ Հիմա ես այսօր տվյալները նայեցի, շինարարության աճը անցյալ տարվա մայիսի համեմատ 24%-ով աճել է, բայց ես չեմ տեսնում, որ դա իր հետևից տանում է զուտ վիճակագրական առումով երևի ինչ-որ տոկոս է բարձրացնում ընդհանուր ցուցիչի մեջ, հա, բայց այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը ես չեմ տեսնում, այսինքն սա շինարարությունն է զուտ շինարարության համար, թե ինչ, եւ ովքեր են ապրելու այդ բազմաթիվ շենքերում, որովհետեւ իմ պատկերացմամբ եւ նաեւ որոշակի տվյալներով բանկերում արդեն որոշակի խնդիրներ են առաջանում։ Դե բանկերի խնդիրների մասին ասեմ, որ հիպոթեկային վարկերը 18 թվականից 3 անգամ աճել են, այսինքն եթե 2018 թվականին ընդամենը 8%-ն էին ընդհանուր բանկային պորտֆելի հիպոթեկային վարկերը, հիմա 24%-ն են։ Սա առաջին, այսինքն ավելի շատ մարդ վարկի տակ է այս պահին։ Երկրորդիվ որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի, որովհետև շինարարության շուկան մեր մոտ զարգացել է շինարարության հաշվին, այսինքն այդ շինարարական ապրանքները եւ այլն չէին զարգանա, ինչպես նաեւ անշարժգույքի շուկան չէր զարգանա, սակայն պիտի հաշվի առնել, որ այստեղ կա խնդիր, մեծ քանակությամբ փող է գալիս Հայաստանի Հանրապետություն, մեր բանկային համակարգը պիտի միտեղ ներդնվի եւ ներդնում է դա շինարարություն, այսինքն փողը գալիս է, որտեղ ներդնենք, շենքեր են կառուցում։ Այսինքն մենք նույն վիճակը տեսանք 2002-ից 2008 թվականներին, երբ որ մեծ քանակությամբ փողեր եկավ Հայաստանի Հանրապետություն եւ ունեինք 12.5 միջին տնտեսական աճ, ունեցանք Հյուսիսային պողոտան եւ դա ոնց որ կառուցվեց, սակայն ամայություն էր մինչև վերջերս այս պահին նույն իրավիճակն է։ Բայց ես այն ժամանակ որոշակի բան կնա, ճանապարհներ կառուցվեցին, համաձայն եմ, էստակադաներ, կամուրջներ եւ այլն։ Հիմա շենքերը կառուցում են, բայց կողքը որևէ բան չի զարգանում։ Ես ասում եմ, վտանգ կա, որովհետև այս ազդակը գալիս է արտասահմանից։ Եւ 2008 թվականին մենք ունեցանք համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, որը բերեց 2009 թվականի ամենամեծ հնայի անկմանը 14.6%, եթե չեմ սխալվում, եւ սրա վտանգը կա։ Այն ժամանակ մենք ունեինք որոշակի բարձիկներ, օրինակի համար ունեինք պետական պարտքի բարձիկ, որովհետեւ մենք 2008 թվականին պետական պարտքի հարաբերակցությունը 18% էր, եւ հենց որ տեխնաշրջան եղավ, ստիպված եղած մեծացնել պետական պարտքը, որը կանգնեց 40% շրջանում։ Այս պարագայում մենք հակառակը մենք հնարավորություն ունեինք փոքրացնել պետական պարտքը, որովհետև առաջին հերթին հնան մեծանում էր, երկրորդ հերթին դրամը ամրանում էր, դոլարը էժանանում էր։ Այսինքն մենք եթե չմեծացնենք մեր պետական պարտքի բերը, այս պահին մեր հնա պետական պարտք հարաբերակցությունը կլիներ մոտավորապես 25-30%, որը եթե արտաքինից որոշակի բացասական ազդակներ կային, այսինքն տնտեսական ճգնաժամը մեզ թույլ կտար ավելի լավ հաղթահարել։ Սակայն պետք է ողջուն ֆինանսների
բանկային նախարարության ասեմ, որ իրանք կարողացել են հայկական դրամի պետական պարտքը մեծացնել եւ այս պահին 50% է ծավալ է թեթևակի հայկական դրամի պետական պարտքը, որը թույլ է տալու որոշակիորեն մեղմել սա։ Պարոն Թավադյան, ելի շարունակենք բանկերի թեման, նայեք, բանկը խոշոր ձևի վարկավորել է գյուղացիներին ու առնվազն ես գյուղացի չգիտեմ, որ վարկ չունենա որոշակի բաներով։ Եվ նաև այս բնակարանաշինություն եւ այլն, որը էլի ես զուտ տվյալներ չունեմ, այո դուք ասացիք, որ 3 անգամ աճել է հիպոթեկայի թիվը եւ այլն, բայց ես տեսնում, որ գործարքները անհաշարժ գույքի շուկայում ստագնացիայի մեջ են, այսինքն գինը իջել է, արդեն հայերեն չգիտեմ ոնց է, փուլային երևի վճարում են արդեն անում, ոչ թե հիպոթեկային, որոշ տեղեր կան, որ ողջունվում են, ընդհանրապես եթե միանգամից կանխիկով ես վերցնում շատ ավելի էժան են, ավելի մատչելի պայմաններ են, ինչ կլինի, եթե ընդհանրենք այս երկու ոլորտի մեջ այդ լճացումը լինի, գյուղատնտեսության տարապես չասեմ, ինչ ար կատարվելու, այսինքն սպառնալի կա բանկային համակարգին, թե ինքը այդ երկու հարվածին առնվազն կլինի։ Իրականում մեր ամբողջական տնտեսության համար ավելի վտանգավոր է շինարարության լճացումը իրականում, քան գյուղատնտեսության ցավոք սրտի, որտեղ շինարարության լճացումը ինքնաբերաբար բերելու է ամբողջական տնտեսության սառչմանը լիովին, որովհետև եթե նայենք, ասենք մենք անշարժ գույքի տները աճել են 2002-ից 2008 թվականների ընթացքում, երբ 10 անգամ աճեցին, 2009 թվականից մինչև 16 թիվ տնտեսական աճն էլ մեծ չէր, անշարժ գույքի գներն էլ չէին, այսինքն երկուսն էլ իրար հետ զուգակցված են։ Սա ընդհանուր ավելի լայն թեմա է, ինչի է այսպես, ինչ բացասական եւ դրական կողմեր ունի, սակայն հենց որ շենքերի գների աճը դանդաղում է կամ կանգնում է, չի կանգնում է, իրականում բիզնեսի եւ հանրության մեջ դժգոհության ալիքը ավելի է բարձրանում։ Սակայն այստեղ պետք է նշեմ, որ գյուղատնտեսությունը ինչ որտեղ ավելի կարևոր է, ճիշտ է, գյուղատնտեսության կորուստը ամբողջ տնտեսությունը չի զգացում, որովհետև կենտրոնացած է Երևան քաղաքում, սակայն սա ունի մեծ ռազմավարական նշանակություն։ Եվ որպես այդպեսին իհարկե պետք է քաղաքականություն վարվի, որպեսզի գյուղատնտեսությունը կարող է գնա դիմանալ ցանկացած բանի, ինչպես նաև Մոսկվայի կողմից սահմանների կամ որոշ ապրանքների արգելափակմանը։ Այս տեսանկյունից իհարկե հակակարգատային միջոցառումներ պիտի անեն, չպետք է մնա որևէ հողատարածք, որ կապիտալային ոռոգում չլինի, այսինքն պետությունը պիտի խրոխոսի կարեկային կապիտալային ներդրումներ։ Պետք է անպայման ունենանք ագրոնոմներ, պետք է ունենանք անասնաբուժեր, որոնք կօգնեն, կաջակցեն, պետք է ունենանք, այսպես ասած, պլան, ինչ ենք աճեցնում, որ տարածաշրջանի ինչ մշակաբույսի համար է ավելի հարմար է։ Սա համալիր միջոցառումների փաթեթ է, որի վրա օր ու գիշեր պետք է աշխատել։ Ես իմ վերջին հարցը տամ, նայեք, Աստա Բենդերը ժամանակին շատ է սիրում ասել, «За границей нам поможет Запад с нами»։ Հիմա «За границей нам поможет Запад с нами»։ Դե տեսեք, ես էլ սիրում եմ ասել, որ հույսը առաջին հերթին ինքդ քո վրա պիտի դնես, այսինքն ոչ մենք պիտի Եվրամիության, որ Ռուսաստանի Դաշնության վրա պիտի մեր հույսը պիտի դնենք։ Մենք պիտի ինքներս ամրանանք, մենք պիտի բոլոր կողմերի հետ կարողանանք աշխատել, բոլորի դրական եւ բացասական կողմերի իմանանք, սակայն առաջին հերթին ինքներս մենք զարգանանք, որտեղ վերջին տարիների զարգացումը եւ տնտեսական աճը պայմանավորված է եղել ոչ այնքան ներքին ազդակներով, ինչքան արտաքինից դրսից եկած եկամուտներով։ Այսինքն մենք կոպիտ ասած աճել ենք մեր հարևան երկրների դժբախտության հաշվին։ Լինի դա ռուս-ուկրաինական պատերազմը, որից մեծ քանակությամբ կապիտալներ օսեց Հայաստանի Հանրապետություն, թե վերջերս իրանական պատերազմը, որը նույնպես կարճատև, բայց ազդակ էր։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Ես շնորհակալ եմ։